Չի կայացել, այժմ կզրուցենք Էդգար Ղազարյանի հետ, պարոն Ղազարյան բավական հետաքրքիր անցավ այս եզրափակիչ ելույթների փուլը, ինչ կարծիք ունեք, կիսվեք ձեր տպավորությունները։ Դե դատականությունը ըստ էության ավարտվեց, մենք ամսի 18-ին կլսենք վճիռը։ Ես անկեղծ ասած մեծ ակնկալիքներ չունեմ, այս դատականության ընթացքը, նախաքննության ընթացքը ինձ համար շատ կանխատեսելի է դարձրել, ոնց որ մինչև հիմա են այս մարդիկ ազատության մեջ, այդ ծանր հանցագործությունը կատարելուց հետո վստահ եմ, որ իրանք ամսի 18-ին են։ Չգիտեմ, դա իմ կարծիքն է, տպավորությունն է, կարող է սխալ եմա կերևա դատան արդյոք այդ վճիռը կայացնի թե չէ, ամենայն դեպս այդպիսի դաժանությամբ, ստեյության սպանությամբ փորձ կատարած մարդիկ այսօր փաստ ունենք։ Մեկ օր անազատության մեջ չեն գտնվել, անգամ նախաքննությունից խուսափելու պարագայում, հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Հիմա այս մարդկանց նկատմամբ ազատությունների ծավալը ավելի մեծ է, քան իմ։ Այսինքն ես խոսք եմ հնչեցրել սահմանադրական դատանի կայացրած որոշումից հետո որոշման վերաբերյալ քննադատական, իմ վրա հիմա վարչական հսկողություն է դրած խոսքի սահմանափակման, բնակության վայրի ընտրության, ամեն շաբաթ պրոբացիոն ծառայություն ներկայանալու Հայաստանի, քան էս մարդկանց։ Իսկեն սա ինչ է նշանակում։ Իսկ հիմա մի մոտ հարց է, չի առաջանում, այդ ո՞նց է տենց լնում։ Եթե դա պատվիրատուի ընդհանուր ղեկավարման համակարգման ներքո չի գտնվում։ Ու չի ասենք դատավորին էլ ես միջնորդություն եմ ներկայացնում, ասում եմ մարդը ավտո է առել դեպքից 20 օր առաջ, ասում եմ ոչ մի տեղ չեմ աշխատում, փող չունեմ։ Ավտո է առնում Opel 200,000 դրամը, որտես գնով Opel հիմա գոյություն չունի։ Ասենք պարզա չէ ցանկացած խելամիտ մարդու մոտ հարց առաջանում։ Պետք ով առավ այդ ավտոն, ինչի 200,000 դրամով, ինչի ոչ 300,000-ից ավել, որովհետև 300,000-ը պետք է կանկախի կլեր, բանկային փոխանցումով լներ։ Ակնհայտ չի իմ համար, ակնհայտը պատվիրատուն առել։ Դատանին հարցնում եմ, ասում եմ միջնորդությունում եմ անում, ասում եմ կարելի է ճշտենք այդ մեքենան ինքը վաճառել է թե չէ։ Դեպքից հետո ինչ գնով է վաճառել, եթե պարզի որ ինքը 200,000-ով առել է, 500,000-ով ծախել է, պատճի որ դա իր գինն է, իր ծառայության։ Իմ համար դա պարզ է։ Դուք երկու պնդում արեցիք, որ առաջինը վնասվածքը թեթև չէր, իրենց արարքը թեթև չէ, եւ երկրորդը, որ չի բացահայտվել, ով է թիկունքում կանգնած, այդ երկու դրվագով էլ ասեք։ Դու ակնհայտ ասենք, թե որ եթե կադրերը կան համացանցում, չնայած YouTube-ում որոշները հեռացրել է, որ նրանց իրական մտադրությունը իս թեթև վարնական վնասված պատճառը չի։ Հիմա մարդիկ են, չի ասենք, ես այլ մարդուն չի պիտի մտածեմ, թեկուզ իմ հետ ապտակ է։ Ինչ որ շարժարիտ լինի, չի որ վեճ լինի, բանավեճ լինի, մինչև այդ առնչություն լինի, ֆինանսական, եթե այդ ամեն ինչը ոչ մի բանը գոյություն չունի։ Հարցը չառաջանում, այդ մարդիկ այդ դաժան վերաբերմունքն չէ, ընդ որ ասենք եթե թեթև մարմնական վնասվածքն չեն, ասում բժշկական եզրակացությունը է դա։ Դեպքից մի քանի օր հետո նորից տարել են բժշկական հետազոտության առանց հիվանդանոցից թղթեր բերելու։ Արդեն մի քանի օր հետո ասում են դե հիմա սալջարդներ ունես, չգիտեմ գլուխը ճղվել է, 3 կար են տվել, թեթև է։ Ծանր կլներ, եթե ասում ծեսողությունդ կորցրած լինեի, չգիտեմ, շարժունակությունդ կորցրած, դա է համարվում ծան։ Բայց այդ իրանց իրական մտադրությունը չի, չէ՞։ Հիմա այս օրինակ է բերում, ասում եմ, ենթադրենք հանցագործը կրակում է, զենք է առնում, խումբ է ստեղծում, հետո կրակում է մեկի վրա, չի կպնում, նույնիսկ թեթև մարմնական վնասված չի պատճառում։ Չեք դատում այդ մարդուն։ Դատելուց ինչի համար եք դատում, իր մտադրության համար եք, չէ՞ դատում։ Իսկ այս մարդիկ չեն ուզում մտադրությանը իրավական գնահատական տան։ Հիմա եթե մտադրությանն ես գալի, հարցը իր մոտ այդ մտադրությունը չի պիտի առաջանար։ Եթե իրան չեն պատվիրել, փողը չեն տվել, հանձնարարական չեն տվել, շարժառիթ չեն ստեղծել, նա ինչի պիտի դա աներ։ Իսկ որ դարել են հիմնավոր կասկածուն եմ, այս դատավարության ընթացքում դրանցից մեկը մեքենայով է գալի, ասենք Hyundai Elantra, համարները գրած տալիս եմ դատավորին, ասում եմ, բայց խնդրում եմ հարցում անենք, տնեք էսում մեքենան ա քշում։ Կարող է դեպքից հետո պատվիրատուն առել է այս մեքենան, չէ՞ իր համար։ Ոչ մի ջանք չեն գործադրում դա բացահայտել։ Քննիչին գրում եմ, ասենք, միջնորդություն, ասում եմ, անջատի գործից մասը շարունակենք նախաքննությունը ենթադրյալ պատվիրատուի։ Չի անում, վերում ենք ստե ասում, դատավորն ասում, սահմանափակում ենք, դատախազը ոնց ասել է, մեղադրանքի շրջանակներում, խնդրում եմ, ոչ մի ավել բան մի խոսեք, ոնց բերել են ասենց։ Ով է ըստ ձեզ ենթադրյալ։ Ես կարծում եմ, որ պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է, կինն է, նրա Աննա Հակոբյանը, բայց ակնհայտ է, որ իրենք դա անձամբ չեն արել, այսինքն Նիկոլ Փաշինյանը հեռախոս չի վերցել զանգել Կամսարին, ասի գնա Էդգար Ղազարյանից, դա ակնհայտ է, որ չի։ Ակնհայտ է, որ նա այդ միջնորդավորված ձևով շղթագոյություն ունի պատվերի, այլ մարդկանց ներգրավումով հասել են մինչև իրագործողներին, խումբը ստեղծել են եւ այդ հանցագործությունը կատարել են։
Պատճառը իմ հասարակական քաղաքական գործունեություն այլ բան գոյություն չունի։ Ես այս սկզբից էլ եմ ասել, օպերատիվ հետախուզական տվյալներն են հաստատել, որ ես չունեմ ոչ գույքային, ոչ անձնական, ոչ ընտանեկան, ոչ ֆինանսական, որևէ այլ հանգամանքներ, որոնք կարող էր պատճառ հանդիսանալ որևէ մեկի կողմից իմ նկատմամբ նման գործողության համար։ Շնորհակալություն։ Նշեմ, որ